Ամիրյան ստուդիոն ներկայացնում է Մեր հայոց լեզուն չքնաղ է զորեղ սնունդով լեցուն, անարատ ինչպես զուլալ արվի ջուր, սնունդ պարգևող ինչպես արեգակ։ Մաշտոցից առաջ բյուր հազարամյակներ լեռների վրա դաջված տառերը պահպանում են միշտ հինավուրց լեզուն մեր հայոց ցեղի, բայց ափսոս, որ շատերս գիտենք Մաշտոցից հետո միայն գիր ունենք։ Շատ զորեղ է մեր հինավուրց լեզուն, գեղամալեռներ, ուխտասար զորեղ, մինչև օրս էլ լեռները կանգուն պահպանում են մեր անարատ լեզուն, գիրը մեր նախնյաց փոխանցել են մեզ բյուր հազարավոր տարիներ անցած։ Գիր չէ դա միայն, զորեղ պատմություն, հրեզորություն իր մեջը կրող, աստվածների հետ կապը հաստատող։ Ամբողջ աշխարհում ուր էլ որ գնաս, որտեղ էլ ման գաս, նորից կտեսնես քո հայոց գիրը, հայի մշակույթ, լեզուն։ Մանգապարտեզում, բայուսակ, որի մեջ նոր աշխարհ կա ինձ համար
չեղքեցի, ելակ անգնեցի, ձեզ համար ուրախ գարուն բերեցի։ Դու ծնծաղիկ առաջինն ես, որ բերում ես մեզ գարուն, բայց քեզանից մեղուն ըրքին մայրիկի սիրտն ես գայում։ Թեև տունկս փոքրիկ է ցած, արոտներում միշտ հակացած, բայց իմ փունջի իբրև նիզար տեսնում եմ միշտ ամեն մի մարդ, իմ ծաղիկներից փնջեր են կապում, բայց քուս ձեռքերից ինձ չեն պահպանում, քնքուս սրտերը շուտ են խոտրվում, քնքուս ծաղիկները շուտով թառամում, ես եմ սիրում գարնան գուշակ, իմ անունն է Մանուշակ, Իսկ դու կապույտի Մանուշակ, քո քնքշանքովն էլ փայլում, չես նմանի, երբեք, իմ Անուշիկ մայրիկին։ Ես եմ Մայսյան, որդն է վարվարում, կրակ ու բոց կային թերթիկներում, բոլորից շատ է սիրում ինձ մարդը, ես եմ բնության ծիծաղն ու զարդը, ես ծաղիկ եմ արվան, ծաղիկների թագուհի, ես զուր չէ որ սողակը, գովքն է անում միշտ վարդի, դու լավն ես շատ, այ կարմիցան, բայց քո տուղի փշեր կան, դու չես կարող փոխարինել քնքուս սրտին մայրական։ Մորը սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծ էր ու անգին։ Երբ որ նայում եմ մորս երեսին, ամենքն ինձ այնպես բարի են թվում, երբ նայում եմ լուկորին, երբ հույսն է հանգչում, նախ մորս ապա Աստված եմ կանչում։ մանուկներին տվել կաթի հետ, հայկիրն ու մանկան սեղմած կրծքերում հպարտ են ապրել նրանք աշխարհում։ Ես ձեր ձեռքերն եմ համբուրում, մայրեր,
որ ուրավիճան մնանք աշխարհում։ Քանի մեր երգը հնչում է հզոր, եւ հայ մայրերը երգում են օրոր, քո ամենազոր լույսը չի մարի։ Դու երբեք չես մեռնի, մեր հույս ու հավատ բարբար մայրենի։ Դաժան դարերի ամեն մի ժամին շատ բան է խլել մեզ մի թշնամին, կտրել է նաև արմատից լեզուն, ես ակայնի զուր, չի հատվել լեզուն, մնացել է նա հատվելով անգամ։ Հայոց մայրեր, ձեզ եմ դիմում սրտագին, ձեր կաթի է, ձեր սիրո է մայրական, մանկանց տվեք ու պահպանեք, դուք մեր լեզուն հայկական։ Նա մեր շունչն է, մեր արյունն ու հոգին, նրա մեջ են մեր այսօրն ու ապագան, նրանով ենք մենք հարատև ու անմահ, առանց նրա ոչ հայ կա, ոչ Հայաստան։ Լեզվից վատ բան ինչ կա աշխարհում, նրանով են կործանվում ամբողջ պետությունները, նրանով են ասում բոլոր ստերը, հայհոյանքները, լեզուն աշխարհի ամենալավ ու ամենավատ բանն է, նայած թե ինչպիսի բերանում է, նայած թե ով է տերը։
Թուրը մեկ կան է, լեզուն մեկ կանակ։ Հիմա լինի լեզուն վադի մասաղը կես մարդ է, չիմացաղը դժվարձարի ծնգատնի դեր է, պատահում է մի պատահական խամուս։ Իմ լեզվոր խոսող օտարականն ավելի թանկ է, քանի լեզուն չիմացող ասկատիցը։ Մեր շուրջը լեզուներ, նոր ու հին, մեր շուրջը խոսում են այլորեն, և խոսենք եղբային հայերեն, ու չերտամ ազահեղ լապումին, թույլ չտամ բլեզուն ավերեն, և խոսենք, միշտ խոսենք հայերեն։ Շատ լեզուների իմացությամբ կարտանալու իրավունք չունի նա, ով չգիտի իր մայրենին։ Իրավ, քանի լեզու գիտես, այնքան մարդ ես, իրավն ասի, բայց որ քո հայ լեզուն չունես, էլ ինչ հույս ես քո մասիսին, որ թողել ես քո մայրենին, հարամ է քեզ հայոց գինի, հարամ է քեզ աղջիկ նայոց, հայոց սիրտը մասիս նայոց։ Մենք տեսել ենք և պատրաստ և գաղթ կաննած ենք եղել զուրման վտանգի առած, բայց չենք կործրել մեր ասկային դիմագիծը։ Աղոթքս լսիր, փրկիր հայազգին կործանման այից, Սուրբ Հոգով միտքս տանջահար, որ գրեր պարգևել, ազգի ստեղծարար, ես պիտի կերտեմ տառերը հայոց, որ չձուլվի երբեք իմ ազգը այլոց։ Այ բեն, արդյոք բոլորը գիտեն։ Գիտակ, իմացեք, ինչ գանձ է սա։ Եզա, արևի պես հուր հրա։ Ըսթով, հավերժ լինի երթքով։ Ինի լյուն, մեր ուղեկից մշտարդուն։ Խեցակեն, ու հայոց տուն քարաշեն։ Հոզախա, հավերժ մնա
Ասոտ տո է, վախատես ադե դեպտայս վեքքս։ Շնորհակալ եմ Սուրբ Մաշտոցին, որ մեր ազգի լեզու տվեց, խորենացու քաղցը լեզվով մեր պատմության հիմքը դրվեց։
ազատատեց իր սեր ոգին և երկիրը մկրտեց ու Հայաստան անվանեց։ Մեր պատուհանից ամեն առավոտ նայում եմ հպարտ Մասիսին ձյունով, կարծես ասում է տարիքս վկա, հայը Մասիսն է, հային մահ չկա։ Հայաստանը իմ անունն է, ազգանունն է, ինձ ուշ տվող զորությունն է, իմ հինը և նորությունն է, իմ լեզունն է այդ ուպենը, ուրիշ խոսքով այն ամենը, որ կոչվում է հայրենի տուն, ուրիշ խոսքով այն ամենը, ինչը ամուսյունն է մեր տան և միասին կոչվում է հայ ու Հայաստան, պիտի ապրենք փառքով, մեզ են գլխից են զարկել, բայց նորեն հայերն ապրել են, ապրում են, կապրել, 1000 դարեր են զարկել, բայց նորեն հայերն ապրել են, ապրում են, կապրել, ով էր որ զարկի, ինչքան են զարկել, հայերն ապրել են, ապրում են, կապրել, հանուն քո բազում զոհվածների թանկ, քո հերոսական հարուստ պատմության, գալիք օրերի հավատով համար, դու պիտի ապրես իմ Հայաստան և ի հեճուկս անարգ թշնամու, դու պիտի ապրես ու պիտի ծաղկես իմ Հայաստան։ Ես իմ անուշ Հայաստանի այլվահան բարն եմ սիրում, մեր հին սաժի ողբանված լաչակմաց լարն եմ սիրում։ Ինչքան է սուր սիրտս խոցեն, արնական վերքերը մեր, էլ որ պարնավան իմ Հայաստան յարն եմ սիրում։ Արնայման ծաղի Ուրելին եմ չեմ որանա, ես ողբացան երկերը մեր, չեմ որանա աղոտ դարձած երկատագին գրքերը մեր։ Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վարման ու նարյան աղջիկների հեզաճկում պարն եմ սիրում։
Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են, չգիտեմ ինչու է այդպես, Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է, Հայաստան ասելիս էր մահը ում շունն է։ Կմնան կլինեն այսպես։ Իմ քաղցրանուն, իմ բարձրանուն, իմ տարապատ, իմ փարապանց, ների մեջ դու ալեհեն, նորերի մեջ նոր ու ջահեն, դու հանգրվան կանչող փարով, դու հայկական կեր բուդրոշ, արդարության այ աճան, սրի պաճան, սիրո մաճան, Միշտ իմ Հայաստան։ Հայրունի պատմություն, հայր սասնասոներ ու շուրը պատմություն, պատգնաց մտիցար է, հայրունի ակատ, մեծ ռոպյան գրեր, հայրունի արարատ, սուրդացածին խաչխար է, հայ գծանվի, գծածանվի, հոթում է երագույնը, հայ գծանվի, գորբախանվի, հայ արյունն ու տունը, քոտեն եմ քոցարը, քոսեն ու վիշարը, իմ հայրենի եկիր Հայաստան, իմ ձեռքը դիգուվին, ցանկուշը մասիցին, որ հաղթական լինի մեր ապագա, քոտեն եմ քոցարը, քոսեն ու վիշարը, իմ հայրենի եկիր Հայաստան, իմ ձեռքը դիգուվին, ցանկուշը մասիցին, որ հաղթական լինի մեր ապագա, Եկ դառնանք մի բռունց, ու միասնական գործերը մեծերուն, պայմաններով խաղաղական, քո որդին կնոջ, ես նման անգամ, քայլերն անում առաջ, հերոսների են իրացավ, հայ գծանվի, գործածանվի, հոթում է երագույնը, հայ գծանվի, գործածանվի, հայ արյունն ու տունը, քոտեն եմ քոցարը, քոսեն ու վիշարը, իմ հայրենի եկիր Հայաստան, իմ ձեռքը դիգուզին, ցանկուշը մասիցին, որ հաղթական լինի մեր ապագա, քոտեն եմ քոցարը, քոսեն ու վիշարը, իմ հայրենի եկիր Հայաստան, իմ ձեռքը դիգուզին, ցանկուշը մասիցին, որ հաղթական լինի մեր ապագա, Քոտեն եմ քոցարը, քոսեն ու վիշարը, իմ հայրենի եկիր Հայաստան, իմ ձեռքը դիգուզին, ցանկուշը մասիցին, որ հաղթական լինի մեր ապագա, քոտեն եմ քոցարը, քոսեն ու վիշարը, իմ հայրենի եկիր Հայաստան, իմ ձեռքը դիգուզին, ցանկուշը մասիցին, որ հաղթական լինի մեր ապագա, քոտեն եմ քոցարը, քոսեն ու վիշարը, իմ հայրենի եկիր Հայաստան, իմ ձեռքը դիգուզին, ցանկուշը մասիցին, որ հաղթական լինի մեր ապագա, քոտեն եմ քոցարը, քոսեն ու վիշարը, իմ հայրենի եկիր Հայաստան, իմ ձեռքը դիգուզին, ցանկուշը մասիցին, որ հաղթական լինի մեր ապագա, Հայրենիքի ծանուշութան, ինչ կա ուրիշ երկնքի տակ, շունչը տուր հոգին, բայց հայրենիքը մի դուր թշնամիա։ Թե գլխի կախվեն կարկուտի ամպեր, մրիկ կդառնան
խմիր ատամդ, ուրիշների մոտ բացեված լալու իրավունք չունես։ Վերջին զինվորն էլ ընկնի հուսահատ, զենքերդ տալու իրավունք չունես։ Քո ժողովրդի հավերժությանը չհավատալու իրավունք չունես։ Թող հավերժ ապրի մեր ժողովուրդը, 1000 տարիներ ու 1000 տարեր։ Թող այնքան ապրի մեր ժողովուրդը, որքան ապրում է իմ հողագուրդը, մեր հողագուրդը։ Հավերժության համար պարտական է իհարկե այսօր Մաշտոցին մեր հայ լինելու, մեր կայանալու և մնալու հարցում և դրա համար ինչ ենք խոստանում։ Խոստանում ենք, որ սուրբ պահենք, պատվով պահենք, որդով որդի դարեր անցած, չծերացած, մեր մայն տեսնում։ Սա համապատրաստից էր, անկեղծ ասած։ Ապրեք, սիրելի երեխաներ, շատ ապրեք, այսօր դուք հոյակ ապրեք, այսօր դուք շատ սիրում եք ու շատ լավ։ Մենք սիրում ենք ձեզ բոլորը շատ ու շատ։ Առաջինը սկսեմ Ինգեր Սահակյան լեզվանից, մենք բոլորս հիմա ապրումների մեջ ենք, և այս ապրումները միայն կարող է զգալ այն մարդը, ով որ աննկարագրելի ապրումներ են, ով որ ինքը այս տարիներ շարունակ այս մատաղ կանանց ծիվերի ճանապարհում է դեպի։ Սա էլ որ երրորդ անգամ է, մենք միշտ գեղեցիկ ու այսպիսի բովանդակալից միջոցառման ենք մասնակցում և գիտենք, որ այս երեխաները արդարացնելու են ձեր ցանկությունները, ձեր հույսերը, ձեր երազանքները։ Այնպես որ շատ լավն է, շնորհավորում եմ Ինգեր Սահակյան։ Գիտեմ ձեր հոգեկան վիճակը, հիմա զգում եմ դա և կիսում եմ, դրա համար այդպես եմ խոսում։ Այս մի փոքրիկ միջոցառման ընթացքում դուք կարողացաք մեզ մի քանի թեմաների ամփոփումներ տալ, և մենք բոլոր շատ լավ զգացինք այդ բոլորը։ Սկսեց հայրենիքից, գարնան մայրիկների տոնից, վերջացրած հայրենիքով և խաղաղությունը։ Ապրեք երեխաներ, բայց այդ բոլորի բանալին մենք մի տոն ունենք, այսօր ձեզ համար շատ տոն է, աշխարհում կա մեկ տոն, որը կրկնվում է միայն կյանքում մեկ անգամ, և այդ տոնը այսօր ձեր մոտ է։ Երեխաներ, մայրիկների տոնը տարից ամեն տարի տոնվում է, ձեր ծննդյան տարեդարձը ամեն տարի տոնվում է, բայց Արբենանի հրաժեշտի տոնվում եմ ամբողջ կյանքում մեկ անգամ և դա անմոռաց հիշողություն։ Այսօր դուք պարգևեցիք մեր բարիքների այդ անմոռաց հիշողությունը և ցանկանում եմ մեր բարիքներին, ինչպես իրենք վերջացրեցին, այդպես էլ իրենց երազանքը այդ խաղաղության մասին թող կատարվի իրականություն և միշտ ձեզ համար լինի կապույտ երկինք պայծառ արև և միշտ այդ խաղաղ երկնքում թող ծողծողա մեր եռագույն դրոշը, որ դուք կարողանաք ազատ ապահով ապրեք և շնչեք։ Այսքանը երեխաներ շնորհավորում եմ, մենք ձեզ շատ ենք սիրում, գիտեք չէ։ Իսկ մենք Սիրելի բարիքներ, հարգարժան մեր պատվելի սիրելի ուսուցչուհի Ինգեր Սահակյան, այսօր պատիվ ունեմ և որպես հյուր և որպես ծնողներ գանալու։ Իրոք հուզմունքս անկրկնելի, անբացատրելի է ու կարծում եմ այստեղ թեկուզ քիչ ծնողներ են ներկա, բայց բոլորիս անունից ուզում եմ անչափ շնորհակալություն հայտնել այդ անգնահատելի աշխատանքի համար, որ դուք սիրով, նվիրվածությամբ, ձեզ անմիջական ամբողջովին ներդնելով անում եք մեր բարիքների համար։
անչափ շնորհակալ ենք այսօրվա այս հաշվետու ցերեկույթով ամփոփելու ձեր ամբողջ տարվա կատարած ահռելի աշխատանքը, որը նկատելի էր, բառերը խոսքերը դրան նկարագրել չեն կարող, դա աշխատանքներ, որը ապացույցներ այսօրվա։ Շնորհակալ ենք ու ձեզ սիրելի բարիքներ, այսօր տրվեց մի կախարդական բանալի, որով դուք բացելու եք կյանքի ամենակարևոր ու գիտության ամենալուսավոր դռները։ Ուզում եմ, որ այսօրվա ստացած այդ փոքրիկ բանալիով, այդ կախարդական բանալիով ձեզ լուսավոր ուղի մաղթել։ Կյանքում ձեր ծնողները ինչ նպատակներ դրել են իրենց առջև, ձեր հետ կապված բոլոր լուսավոր ցանկությունները, նպատակները կարողանաք իրականություն դարձնել։ Եվ ամենակարևորը վստահ եմ ձեր ուսուցչուհու, որի նվիրվածությամբ, սիրով, իր աշխատանքով ուզում է ձեզ դարձնել լավ մարդ, մեր պետության արժանի քաղաքացիներ։ Համբուրում եմ բոլորին, շնորհակալ եմ եւ ծնողական համայնքից եւ այն մեծ թիմից 197-ի եւ այսօր այդ ամբողջի մարմնացումը իդեմս ձեզ, Սահակյան ջան, ամենանախ Ես էլ եմ ուզում իմ շնորհակալությունը հայտնել եւ ծնողներին եւ իմ հրաշք բարիքներին, որ իրենք արդարացրեցին։ Ապրեք երեխաներ, սիրում եմ ձեզ շատ, ինչքան, շատ